Ողջույն սիրելի ընկերներ, այսօր չի ուզում կանգառում կանգնել, ուզում եմ այսպես գրկել իրան։ Մնում եմ լանչի ընկերուս հետ։ Եկել եմ տուն, տեսեք ինչ լավ արև է։ Մի փոքր շուտ եմ հասել տուն, հիմա միացրել եմ բոթասները սպիտակ լվանում այս պահին, ուզում եմ մի հատ սուրճ խմել, բալկոնում նստել, միասին խմենք, նստենք բալկոնում, ինչի մասին եմ ուզում շատ խոսել, ուրեմն, այս ինչքան ժամանակ է, երբ որ նստում եմ ավտոբուս, ամենաշատ բանը, որը ինձ անհանգստացնում է, դա նա է, որ մետրոպա ավտոբուսում հանկարծ, հիմա գազումիացնեմ, հանկարծ ու հանկարծ առավոտյան չսկսի լացել, ինչ-որ դե երեխա է, հա, ինչ-որ X բանի համար, որովհետև հենց, ներողություն, որովհետև հենց սկսում եմ մետրոպը լացել, ավտոբուսում նստած կանայք, ավտոբուսում նստած ուղևորները, անգամ այս վերջերս մի երիտասարդ աղջիկ, որոշում են, որ առավոտ շուտ ժամը 9-ն էլ չկա, հիմնական ես 8:50 կամ ամենաուշը, հա, լավ 9:05 ես արդեն լինում եմ ավտոբուսում նստած առավոտյան, եթե հասցնում եմ ավտոբուսին, եթե ոչ, ապա բնականաբար գնում եմ տաքսիով, եւ իրենցից, չգիտես ինչու, իրենք իրենց որոշում են, որ պետք է երեխային տան շոկոլադ, չգիտեմ, այնտեղ ծծովի կոնֆետներից են, շուշա կոնֆետները, որ կան քաղցր, կամ սովորական թեյի կոնֆետներից, ես չգիտեմ, ինչ հաշվարկով, ինչ արտոնությամբ, ընկերներ այնքան վատ է լինում, որ առավոտ շուտ դուք երեխային ցույց եք տալիս այդ կոնֆետը ու այդ լացի ընթացքում, կամ թեպետ եւ հազվադեպ է լինում, որ մետրոպը լացի ավտոբուսում, ինչ որ X բաների համար, կարող է այդ բանը չի ուզում նստի, ուզում է կանգնի, ես ասում եմ չնստի, խանգարես մարդկանց, ինչ որ X բանի, օրինակ այս վերջերս ժամացույց էի մետրոպի համար գնել, հիմա ամբողջը ցույց եմ տալու ինչ եմ գնել, Վայլբերիսից էլ երկու իրեն վերցրել երեխայի համար, հիմա ցույց կտամ, կշարունակեմ էլի վլոգում կտեսնեք։ Եվ այդ ժամացույցը հիմա մետրոպը ուզում էր այսպես ձեռքի երկարությամբ լինել, ոչ թե որ այսպես կապել եմ սովորական ժամացույցի նման։ Եվ սկսեց դրա համար լացել, իհարկե այնպես չի երկար, բայց այնտեղ որոշեց մի կին, որ պետք է մետրոպին շոկոլադ տա, առավոտ շուտ ու երեխան հաց չի կերել, պետքա գնա նախաճաշի, ու ես որ այդ շոկոլադը չեմ տալիս մետրոպին, ճիշտ ունես կյանք, ունես մի քիչ, կուլես տվել ծամոնը, բա ուրա, բա խես ծիծաղում, եթե կերել ես, կուլայի տվել ծամոնը երևի, լինում է ժամանակ, երբ որ բերում տալիս այն, ասում է գցենք աղբել չեմ ուզում, հիմա եկել է ծիծաղում է, ու արդեն գիտե, որ հաստատ կուլա տվել, եւ առավոտ շուտ այդ շոկոլադը ինչև է ցույց են տալիս, ու երբ որ ես ասում եմ չէ, դե բնականաբար վերցնում եմ այդ կնոջից իբրև լավ ջան, ինչ չէ, կյան, հա, գույսա կտամ, հա, իհարկե կտամ, էշում չայք, ու ինչ է ուզում ասել, մետրոպը անդադ ինձ ընդհատում է, չի թողնում մտքերս իմի բերեմ, ինչև է, սիրելի ընկերներ, երբ որ տեսնում եք երեխա ավտոբուսի մեջ, լացող երեխա ավտոբուսի մեջ, դուք չգիտեք, այդ մաման տալիս է շոկոլադը, չէ, ես իհարկե տալիս եմ մետրոպին, իմ բախտը գիտեք բերելա ինչով, մետրոպը շատ բան է հնչում, բայց ամեն պատած շոկոլադ չի ուտում, այսինքն եթե իրեն անծանոթ շոկոլադ լինի, կոնֆետկաները սովորական, հա, ինքը դա չի ուտելու, ինքը պետքա լինի ծանոթ, իրեն ծանոթ ինչ որ մի բան, թուղթը նման իրեն ինչ որ մի ծանոթ X կոնֆետի,
Միայն իմ բախտը բերել է դրանով, բայց էդ էլ չակերտների մեջ, որովհետև մեկ է տեսնում ես Մեսրոպը ավտոբուսում ասում է բացիր, բացում է ու բնականաբար այս եղանակին հալած է լինում այդ շոկոլադը ու ամբողջ ձեռքերը շոկոլադ է անում եւ ես այդ ամբողջ ընթացքում նստում եմ մաքրում եմ իր այդ ձեռքերը շոկոլադից։ Հիմա սուրճս եղավ, ջուրը եղավ, մի րոպե սուրճս լցնեմ։ Այստեղ մի վայրկյան այսպես սպասեք, շարունակենք այստեղ։ Պատմում եմ, որ միկրոֆոնը դրված է, դրսում ինձ նորմալ է լսում, այս մեքենաների ձայնը չի խանգարում, կարծում եմ։ Ինչևէ, ժողովուրդ, երբ որ տեսնեք լացող երեխա, առավել եւս առավոտյան ժամին ձգտեք երեխաներին քաղցր մի տվեք։ Նախ երեխա նախաճաշած, չգիտեք, նախաճաշելա չի նախաճաշել, առավոտ շուտ տալ քաղցր ինչ որ մի բան։ Այդ երեխային առանց իմանալու, այդ մաման տալիս է, չի տալիս, միգուցե Աստված չանի, թող բոլոր երեխաները առողջ լինեն։ Երեխան ունի շաքարային դիաբետ, լինում է երեխաների մոտ։ Հա կարելի է մի փոքր այդ ամեն ինչի մասին մտածել։ Երեխա լացում է, ոչինչ, այդպես էլ է պատահում։ Բոլոր երեխաներն էլ պետք է ինչ-որ մի հատ անհանգստություն ունենան այդ ամբողջի մեջ, մարդկանց մեջ, հա, այնպես չի, որ ինչ-որ միտեղ գրված է, որ երեխան եթե նստում է ավտոբուս, պետք է լուր լինի։ Այս վերջերս Մեսրոպետ գնում ենք, ուրեմն նստել ենք, արդեն հասել ենք քաղաքապետարանի մոտ, համարյա քաղաքապետարանի մոտ, մյուս կանգառում մենք հիմնական իջնում ենք կամ եթե քայլելու ժամանակ ենք ունենում, քաղաքապետարանի մոտ իջնում ենք եւ քայլելով գնում ենք։ Եվ Մեսրոպետ իջնում ենք, Մեսրոպետ նստած ենք քաղաքապետարանի ներքևի հատվածում, բավականին պրոբկայոտ, հա, խցանում է լինում, երկար կանգնում ենք։ Ու այս ամբողջ ընթացքը Մեսրոպը, պատկերացրեք, այս Արտաշիսյանից, այս Արշակունյանի, հա, էլի Արտաշիսյանից, այսինքն դեպի մոլի մոտ, Սասի մոտի այդ խցանումը չհաշված, այդ քաղաքապետարանի խցանումն էլ հետը, երեխան համարյա երևի մի ժամ ճանապարհ է գնացել, նստած լուր գնում ենք ու այդ ին կողքիկինն է նստած, ինձ հետ այստեղից որ մեր տան մոտից որտեղից որ մենք նստել ենք, ու գիտի որտեղից ենք նստել, եւ այդ ճանապարհին ես եւ այդ կինը նոտարի հետ կապված զրույցի ենք բռնկվում եւ սկսում ենք զրուցել ու բնականաբար այդպես արդեն խոսում ենք, ասում են երեխան խելոք է, ինչ խելոք է, հանգիստ նստել է, հետաքրքիր հարցեր է տալիս եւ այլն։ Եվ մի կին է գալիս նստում, երևի մի 3 կանգառ հետո մեզանից նստում է եւ արդեն երբ որ գնում ենք քաղաքապետարանից մի կանգառ ներքև, Մեսրոպը սկսում է ինչի համար է այդ օրը Մեսրոպը սկսում լացել։ Հա, իրամ ձերքին ավտոմեքենա է լինում փոքրիկ, Մեսրոպը ուզում է այդ ավտոբուսի այդ արանքով, որ ամբողջ այսպես փոշի է նստած, քշի եւ հետո իր հագուստի վրա քշի ու ամբողջ ձերքերը Մեսրոպի մուր է դառնում։ Ես ուզում եմ մաքրել, Մեսրոպը չի թողնում մաքրեմ, որովհետեւ այդ փոքր մեքենան այդ հատվածով քշում է, ասում եմ լավ, ու ավտոն վերցում եմ, որ ավտոյի տակը մաքրեմ, այդ մեքենայի փոքր տակը մաքրեմ, որ երեխայի ձեռքերը գոնե այդքանով սահմանապատվեն կեղտոտել, Մեսրոպը սկսում է լացել, դե ես բնականաբար ավտոն թողնում եմ իր մոտ այդ ավտոմեքենան ու սպասում եմ մինչև Մեսրոպը լռի եւ մենք շուտով միևնույն իջնելու ենք։ Ու բոլորը բնականաբար այնպես չի, որ ինչ որ մի բան են ասում երեխային, որովհետեւ կարծում եմ դա էլ է երևում, թե շատ կոպիտ է հնչում, բայց ում երեխային կարող ես ինչ-որ մի բան ասել, որովհետև ես տանել չեմ կարողանում, երբ որ Մեսրոպին ինչ-որ մեկը իրավասություն իրան թույլ է տալիս, այսինքն իրեն ինչ-որ մի դիտողություն անի, որովհետև ես ունեմ հստակ կանոն իմ երեխայի հետ կապված։ Եթե ես կթերանամ իմ երեխայի դաստիարակության հարցում, եթե ես կթերանամ որևէ մի ժամանակ երեխային դիտողություն կամ որոշակի արարքը այսպես ասած կասեցնելու հարցում, այդ ժամանակ ես թույլ կտամ երրորդ անձը, ինչ որ X երրորդ անձը Մեսրոպին փորձի ինչ որ հարցով դիտողություն անել, ինձ համար դա հստակ կանոն է եւ իմ երեխան միշտ իմանալու է դա, որ իրեն իրավունք ունի միայն իր հայրը, մայրը դիտողություն անեն։ Թեպետ էլի եմ ասում, Մեսրոպը այդ երեխան չի, ինքը այնքան խելոք է, որ իրեն շատ հազվադեպ դեպքերում էս ինչ որ X հարցերով դիտողություն անում, դիտողությունն էլ ասում ես ուղղակի չի կարելի, ինքը այնպես չէ, էլի շատ կապրիզներով չի, շատ անհանգստացնող երեխա չի, մեկ-մեկ լինում է ամաչում ես իրեն դիտողություն անես այնքան խելոք է, ինչևէ, ու իսկ ինքը անընդհատ սկսում է Մեսրոպին խոսացնել, իսկ Մեսրոպը երբ որ սկսում է լացել, ինքը սիրում է ուղղակի մաման իրան պայ չի կանում կամ իրան պոպուշ բառեր ասում, ու Մեսրոպը մոտ անցնում է շատ արագ այդ ընթացքը։ Եվ այդ կինը սկսում է անընդհատ այսպես թևին է կպնում, Մեսրոպը շարժվում է այսպես շարժումներ անում ոչ իրեն բան, ասում եմ իրան ուշադրություն մի դարձրեք, հիմա կլռի էլի երեխան։
երեխան լացում է, այտենց ոնց կլինի, հիմա նայեմ շոկոլադ տեսնեմ, կա կոնֆետ կա, ասեցի խնդրում եմ, էլի մի տվեք, ոնց որ առավոտ շուտ է, մի տվեք, էլի իրեն չի նախաճաշել դեռ։ Բա ինչ կլինի, շոկոլադ ոնց որ քաղցրը տամ, կաֆեը տամ, երեխան սուս մնա, ասեցի երեխա թող լացի, դե ու չենք թողնելու այսքան մարդու մեջ լացի։ Եվ այդ արտահայտության վրա ասեցի, գիտեք, տիկին ջան, երեխան չգիտեմ որտեղից արդեն գալիս է լուր մեծի պես նստած։ Իսկ մեծը չի կարողանում այսքան մարդկանց մեջ, այս շոքին, այս խցանումների մեջ լուր նստած գա։ Այս երեխան 3 տարեկան է դեռ կարող է ձայներ հանի, կարող է չարություն անի, կարող է լացի, հնարավոր է էլի երեխա է, այս կողքից կինը ինձ բնականաբար այդ բանը, որ ես խոսում եմ այդ կնոջ ասում եմ, այս կողքից կինը ասում է Այ տիկին ջան, այս երեխան մի ժամ ու կեսա ճանապարհ է գալի, մի հատ ծպտունը չլսեցիք, էլի։ Հենց սկսեց մի թեթև ու սենց շատ տզիկի պես էր էլի լացում, այնպես չի որ հոնգուր լացում էր, որովհետև պատճառ չկար։ Ու այդ կինը ասում է, հենց սկսեց այս երեխան մի ձայն անել, մի անգամից ուշադրությունը ձեր ոնց որ գրավեց, էլի։ Դե բնականաբար բոլորը լուր այնպես չէր, որ ինչ որ մեկը բան էր ասում, իրեն էր, երևի միգուցե իրեն ուղղակի երեխայի ձայնը դուր չէր գալիս լացի։ Ուղղակի ձայն դուր չէր գալիս էլի, որտեվ կան այդպիսի մարդիկ։ Ինչևէ, երբ որ երեխա լինի, ինչ որ միտեղ լացում է, ավտոբուսում կլինի, որտեղ ուզում է լինի, պանիկա մի արեք, նորմալ է, այդ փոքրիկ երեխաները դեռ չեն հասկանում ինչ է կատարվում, ինչպես իրենց բան, իսկ մեծերս չեն կարողանում մեզ տիրապետել մեկ-մեկ այդ ամբողջի մեջ շատ մարդկանց մեջ տրանսպորտում, մետրոյում, չգիտեմ, աշխատանքի վայրում, ու մնաց այդ փոքրիկ ոչ այդքան շատ գիտակցված արարքներ անող մարդիկ հասկանան, փուճուրիկները հասկանան, թե ինչի համար են լացում կամ ինչ են անում կամ խանգարում են ինչ որ մեկի, որ գործից հոգնած տուն է գալիս։ Ոչինչ, մի ինչ որ պրոմեժուտը կա, մի քանի րոպե, մի ժամ, մի կես ժամ, դիմացեք էլի, պետք չի դիտողություն անել, որտեղ մամաները այդ ժամանակ ավելի վատ վիճակում են լինում, քան ուղղակի նստածները։ Շոկոլադ, կոնֆետս հալեց։ Վաղը վերջնական կգնամ ատամը սարքելու, այսօր մշակա այդ ինչ են դրել, չգիտեմ, մի կերպ եմ գնում, չեմ կարողանում նկարել ժողովուրդ, որովհետև իսկապես սիրտս ուրանում այդ ցավից, այս 2-3 օրը այդ ցավից ուշքի ուղղակի չեմ գալիս, այնքան միմիսիլ եմ խմել, իմանալով, որ ինքը այդքան էլ լավ տեղ չի, բայց միայն դա է օգնում, ճիշտ է շատ ուշ, բայց որ ասում են վայեն հալին, որ գնում եմ հասնում եմ գործի տեղ ատամնաբուժից հետո, ինքը շատ նորմալ ատամնաբուժը չի ցավեցնում, ուղղակի այդ թմրացությունը երբ որ անցնում է ու ես հետ եմ գալիս, ես մի փոքր թեթև ցավիներ չեմ դիմանում, դրա համար ես ասում եմ ատամնաբուժից ասում եմ, որ չգիտեմ ոնց եմ սեփական ուժերով երեխա ունեցել, ու ծիծաղելով ասում եմ միգուցե արագիլն է բերել, ու իսկապես ես չգիտեմ, ժողովուրդ ես ոնց եմ այդքան բարդ ծննդաբերություն տարել ու ոնց եմ ողջ մնացել, որովհետև մի թեթև ցավի էլա ես չեմ կարողանում դիմանալ, իսկապես չեմ կարողանում դիմանալ, սիրտս միանգամից թուլանում է, ուզում եմ նստել մի անկյունում լացել, շատ վատ վիճակում եմ հայտնվում, հոգեպես ճնշվում եմ, իմ կյանքում շատ բարդ իրավիճակներ են լինում, ես այդպես չեմ անկճվում, չեմ ճնշվում, ես միանգամից ամեն հարցի լուծում կարողանում եմ շատ հեշտ շուտ գտնել ու այդ հարցը լուծել, բայց երբ որ վերաբերում է մի փոքր մարմնական ցավի ու գլխացավի մասին, չէ՞, գլխացավը որոշակի տանել է, այտենց ատամի ցավ, չգիտեմ, ոտքս օրինակ եթե խփում եմ ինչ որ միտեղի չեմ կարողանում ես այդ ցավը տանել, սիրտս միանգամից թուլանում է, ուզում եմ նստել, լացել, մինչև այդ ցավը կանցնի, անդադ ուզում եմ այդ ցավի մասին այդ բանը հիշել, իսկապես այդպես է ինձ մոտ, մինչև դեղը կազդի ու կցավազրկի, ես այդ պահը կզգամ, որ ցավազրկվել է վերջ, իսկ ինչ վերաբերում է ատամին, դա որ ես հիմա գնացել եմ սարքել եմ, դա մի հատ չգիտեմ ինչ ֆոբիա ինձ մոտ ատամնաբուժի մոտ գնալը, այնքան էր ցավում, որ ես ուղղակի արդեն ափսոսեցի իմ գեղեցիկ ատամնաշար ու գնացի, իդեպ ծիծեռնակը, չգիտեմ ասել եմ թե ոչ, իմ դռան վերևը բույն է հյուսել, ծիծեռնակը բույն է շինում եւ շինում էր եւ երգում, ամեն մի շուխ կպցնելիս առաջվա տունն է հիշում, գիտի ում տան վրա եկել բույն հյուսի, ինչեւ է սուրճս խմեմ, գնամ Մեսրոպին լողացնեմ, շորերը սրանք կախել եմ, մյուսը չորացել է, հավաքեմ, դասավորեմ եւ վլոգս մոնտաժեմ ու տեղադրեմ։
Ընկերներ, ուրեմն այսպեսի բան եմ պատվիրել, այստեղ Մեսրոպը իր ամբողջ պեչենկաները թափել է, խնդրում եմ ուշադրություն չդարձնել։ Ինքը այսպես հետևի հատվածը նշված է, որ պետք է կպցնես, որից պետք է կպցնես։ Իր այս լիպուչկաները հետը դրված է, այսպես։ Ну, հասկացաք էլի կպել է հիմա։ Հիմա ես եւ Մեսրոպը իրար հետ միասին կպցրեցինք սրանք, հիմա փոկելու ենք։ Ինքը այսպես իր բաները ունի, ոնց որ հետևի, ու սրանք արդեն տախտակներն են կարելի ասել, այսպես, որի վրա որ պետքա փակցնենք սրանք։ Ոնց որ օրինակ հիմա մի օրինակ ցույց կտամ։ Օրինակ ավտոբուսի մեջ, չգիտեմ, ուր է կենթանիները։ Երևի ներքևն է։ Հայսա, հա, Մեսրոպը այսինքն այստեղ մեկը շփոթել էր։ Այստեղ նկարն է օրինակ, մեկինն է իդեպ մի նկար է։ Այստեղ օրինակ տեսեք, առույցիկը այստեղ է, կպցնում եք երեխայի հետ, ասում ես որտեղ է, ու երեխայի հետ կպցնում ես այս Մեսրոպն է փոքր, կպցնում ես այստեղ, այսպես տիպիչկայի հետ նման ճտիկով կպնում է, շատ հավես խաղ է ու բավականին մաչելի է, ժողովուրդ, նայեք։ Օրինակ, չգիտեմ, տեսնենք որտեղ է անձողտիկը։ Հա, փղիկը անենք։ Մոզ ջան, հենց այ փղիկը ուր է։ Հեսա։ Փղիկը կպցնում ենք այ այստեղ։ Տեսա՞ք կյանք։ Այսպես, տեսեք ինչ հետաքրքիր է։ Ու այսպես շատ բաներ։ Գլորն եք սովորացնում երեխաներին եռանկյուն, քառանկյուն, չգիտեմ։ Այդպես սովորեցնում եք, շատ հետաքրքիր հեսա։ Շատ հետաքրքիր։ Այսպես։ Ու գույներն էլ է նաև սովորում։ Պատվիրել եմ նաև տրիկատայի այս ամաները, ուղղակի բաժակը Մեսրոպի մոտ այս պահին, այսինքն կարող եմ ցույց հեսա ընկերներ, Մեսրոպը հիմա մեջը հյութ է խմել, տանում եմ լվանալու, համել ցույց տամ ձեզ։ Այսպես իր ամանչիկի հետ, օյ, հիմա։ Հոպա։ Այսպես գեղեցիկ մի հատ էլ սովորական դեղի մեծաման ունեն, բայց այդտեղ արդեն տրիկատայի նկարները չկա, իսկ սա ես հատուկ պատվիրեցի, որ Մեսրոպը ուտի սրա միջից, ուզում էի սուպիկներ կերակրել, բայց չի ուտում սուպիկները, բայց ամեն դեպքում փլավիկ բանը ուտում է իր սրա մեջ, իսկ բաժակի մասին խոսք չկա, ամեն ինչն է սրա մեջ խմում, ասում եմ մամնայի ու հերթով ամները թվարկում է իրանց կամպոտնա, չգիտեմ ինչիկնա, իրենց շատ է սիրում։